մայիսի 22-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքի տեսնենք Խաշմերուկ սուպերմարկետի դիմաց կայանված Mercedes Magnus-ի ժողովրդին ավելի շատ հայտնի Yashiki մեջ բիկա օպերատիվորեն ժամանել են մարզի քրեական վարչության պետը, Սևանի ոստիկանապետը եւ բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները գումարտակի հրամանատարի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Սևանի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը մարզի քննչական վարչության պետի, Սևանի քննչական բաժնի պետի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Ավտոմեքենայի հետևի հատվածում հայտնաբերվել է աղջկա թե կնոջդի, այս պայն Սևանի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի, ինչպես նաեւ մացածի ինքնությունը։ Դեպքի փաստով իմ տեղեկություններով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր պետք է ժամանի նաեւ քարշակը, որպեսզի ավտոմեքենան տեղափոխեն ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Առանցվածային դեպք է։ Հիմա սպանություն է, թե հանկարծամահություն ճշտվում է, դա պարզ կլինի քննության ընթացքում, քանի որ քննիչի կողմից նաև նշանակվել է արդեն դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ տեղեկությունները համատեղ ստացվել են եւ քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչությունում եւ Սևանի բաժնում։ Իմ տեղեկություններով քիչ առաջ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի համայնքային ոստիկաններն ու Գեղարքունիքի քննչական վարչության եւ Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացածի ինքնությունը ըստ ստացված նաեւ օպերատիվ տեղեկությունների, որը պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանության հասցնելու փորձ է, քանի որ քրեական եւ համայնքային ոստիկանները պարզել են նաեւ ականատեսի տվյալները, որը նախաքննության շահերից այս պայն չեն հայտնում, բայց հիմա արդեն քիչ առաջ քրեական վարույթ նախաձեռնվեց ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով։ Իմ տեղեկություններով մահացածը հղի է եւ հիմա արդեն դիատարը կժամանի դեպքի վայր, որպեսզի դին տեղափոխեն Սևանի դիահերձարան։ Սկզբից, երբ հայտնաբերվել է մարմինը, բնականաբար այդպես էին կարծում, սակայն հիմա արդեն, քանի որ Գեղարքունիքի քրեական վարչության եւ Սևանի համայնքային ոստիկաններն արդեն բավականին օպերատիվորեն տաք հետքերով հայտնաբերել են ականատեսի, նա հայտնել է, որ իրեն ավտոմեքենայից դուրս են եկել։ Դա այդ ականատեսի հայտնած տեղեկությունն է, որը նախաքննության ընթացքում կամ կպարզվի, կամ կհերքվի, բայց որ տեղի ունեցածը այդ 3 վարկածների ուղղությամբ է հիմնականում սկզբից գնացել սպանություն կամ հանկարծամահություն կամ ինքնասպանության փորձ, ինքնասպանություն։ Իմ տեղեկություններով նաև վարորդը ինքը փախուստի չի դիմել, ինքը ահազանգել է հիվանդանոց, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էին նշում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են, որ վարորդը ինքն է ահազանգել շտաբ օգնություն եւ մինչեւ այստեղ հասնելը կինը մահացած չի եղել եւ այստեղ է մահացել, ինչից հետո ինքը ահազանգել է շտաբ օգնություն։ Ուզեցել է նույնիսկ ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց Սևան բժշկական կենտրոն։ Հիմա վերջնական արդեն Սևանի քննչական բաժնում նախաքննության ընթացքում այդ բոլոր
դրա համար է ասում առեղծվածային մահվան դեպք տեղի ունեցած սպանություն է, հանկարծամահություն, թե ինքնասպանություն, դա արդեն քննչական բաժնում արդեն կպարզվի։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է արդեն դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բայց էլ եմ ասում, լավ է մարզի, Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկաններն ու Սևանի համայնքային ոստիկանները, Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանի եւ մարզի քրեական վարչության պետի հետ բավականին օպերատիվորեն բավականին շատ ինֆորմացիա են հայթայթել, ոնց որ ասում են օպերատիվ ճանապարհով այս բան դեպքի վայրում զնուցում են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները, վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ տեղում արդեն ավտոմեքենան վարած վարորդը հայտնում է տեղեկություններ, թե ինչ է տեղի ունեցել։ Ըստ նրա հայտնածի ինքը ճամբարակից վերադառնալիս է եղել եւ ավտոմեքենայի մեջ հղի կնոջ հետ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, իրար չեն հասկացել եւ դրա արդյունքում էլ կինը իրեն ավտոմեքենայից դուրս է նետել։ Այս պայն դեռևս շարունակում է աշխատանքները քննչական եւ հնարավոր է դեպքը վերավորակավորվի այլ դեպքով։ Այն որ դեպքը իրոք առեղծվածային է, դա ակնհայտ է։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, դա արդեն քննության ընթացքում Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ճշտվելու։ Ավտոմեքենան էլ ինտերեսություններով վարձույթով վերցված, վարորդն էլ նախկինում եղել է, այդպես են ասում, իրավապանների հետ առնչություն է ունեցել ընտանեկան բռնություն կատարելու համար։